միտինգին եմ եկել, վիրավորվել եմ, եկել եմ բուժումից հետո տուն, մայիսի 17-ին եկել եմ բերել են գլխավոր դատախազություն 6-րդ հարկ Հովակիմյանի կաբինետ։ Հովակիմյանի կաբինետում ցուցմունքը չգրելու պատճառով ոտս գիպսի մեջ ոլորել են, նորից վերքը բացվել է, այդպես ցավերին գրել եմ վերջում էլի իմ ուզած ցուցմունքը, իրենք ստուգում են կեղծ ցուցմունք գրելու։ Չեմ գրել ցուցմունքը, չգրելու համար ոտս ֆրասեր են ցավասրել են ու ընդեղ էլ բանա անց հիշեցնելով, թե տեսել ես կարոտ կինոն, ես ասում եմ հա հետո ինչ ու դե բա վիդեոին կգցենք, ամեն ինչ էլ կգրես, ոնց որ պետք է, ոնց որ ուզում ենք։ Հովակիմյանի կաբինետում այլ է, բայց այդ ասողը, այդ տիպողը որ կար, ուրիշ անձնավորություն այլ է, ես իրան մինչև առեսօր չեմ ճանաչում։ Նորից ինձ կանչել են այսօր, կանչել են, ես էլ եկել եմ ու չեմ իմանում ինչ անեմ, որտեղից սկսեմ։ Ով է կանչել։ Հովակիմյանը։ Ինչի են կանչել, ինչ են։ Չեմ իմանում ես հարցակրթության։ Խոշտանգել են Միաստիկ Մալխասյանի դեմ կեղծ ցուցմունքներ գործարկելու համար պահանջելու նպատակով։ Ու ես մինչև հիմա էլ չեմ հիշում, ինքս իմ համար պարզ չի, թե այդ գործերը որպես ներկայացրել են որպես գործ ցուցմունք, ես եմ գրել, թե իրանք են գրել, թե ես մի բառ գրել եմ, իրանք 10-ն էլ ավելացրել են, ես անգիտակից վիճակում եմ եղել, մինչև հիմա էլ այդ մի օրվա կատարվածը իմ հետ չեմ կարողանում, գոնե ինքս իմ համար պարզ եմ ես։ Ասենք այդ իրականությունը ճիշտ է։ Ինձ արդեն փորձել են մինչև դադրան ապակողնորոշել, ոչ մի արդյունքի չեն հասել ու համոզված եմ, որ էլ չեմ փորձի։ Ինչ ոնց են փորձել, ասենք ինչ են արել։ Դե տարբեր ձևերի հրավիրել են, համոզել են, ինչ որ։ Իսկ ինչ են համոզում, ասում են կեղծ ցուցմունք դուր, թե։ Չէ, դե ես իրանց իմ իրավաբան չլիներն են օգտագործում, ասենք այդտեղ բան մի ներկայացի հրաժարվի բան, բայց ես այդ ամեն ինչից լավ եմ հասկանում էլ արդեն ասել եմ ոչ չի կարա դենց բան լինի ու ոնց որոշել եմ դենց էլ լինելու է, ոչ մի տեսակի ազդեցություն չի կարա իմ վրա ունենա։ Այսօր մի ժամ առաջ եկել էին տունը շրջապատել էին ոստիկանները։ Հիմա ես չեմ հասկանում, ինչի մարեն եկե առանց որևէ մի բանի, ես ինչ եմ արել։ Ես խնդրում եմ, որ այդ հարցերը լուծվի էլի։ Ձեզ ծանոթագիր ուղարկի չեն։ Չէ, ոչ մի բան, առանց ծանոթագիրի, առանց որևէ մի բանի։ Այո, վկա եմ, Միասնիկ Մալխասյանի, հա, գործով վկա եմ։ Եվ ինչ վկայություն է կա բռնություն։ Իրանց ուժի զորով ես ցուցմունք տվել եմ։ Ստիպել են, թե սերս պիտի ասես ցուցմունքը։ Մետալալ հոմայել է ձեռին մտամ, թե ես եմ էդի է բանարը։ Իրանք ասել են, ստիպել են, որ եթե ուզում ես ողջ մնաս, մենք ոնց ասում ենք, այնց էլ պիտի գրես ցուցմունքը։ Ու տենց գրեցի։ Այդտենց էլ գրել եմ։ Հիմա դուք դատարանում Կանչում են վերցում են ծանոթագիր եւ ուղարկում են այդ հասցեով, այդ մարդը ներկայ է գալիս, թե չէ, նենց չասցանք։ Առանցենքի ծանոթագիր չկա, պարոն Սարգսյան։ Հենց ես այդ ծանոթագիրը տեսնեմ, աչքերս այո, այդ մտորի ծանոթագիր է պետք։ Կամ որոշում է պարտադիր։ Գոնե որոշում։ Հիմքեր այդ ինքը դենց մի հատ բան է, ոնց են ասում են, հատագործա, պիտի մտնենք տուն առանց որոշման, հա։ Ավտոմատներով նած գայիք ու պրտնենք դրանով։ Դե քանի անգամ այսօր մտել։ Դե հիմա որ ասեմ մտել չի շատ մենք դու ես մտել, կարող է աշխատակից տան մտել, մտել է, չէ։ Ահա, բաց մեզ չեմ անում նայել։ Դու այդ որտեղ ակը որ տեղամասային տեսու չէ, առանց բանի կարա մտի շենք տուն։ Այդ ինչ ա եղել, այդ ինչ նորենք է Հայաստանում։ Առանց հիմքի։ Պարոն Սարգսյան, այդ հիմքը, հանեք ասմա կողեք աչքս, իմանամ այդ որ հիմքն է, փոսփորելն է հիմքը։ Կանչեք թող գա, կանչեք թող օֆիցիալ թող ուղարկեք թող գա այդ մարդը։
Պարոն դուք էլ լավ գիտեք, որ ես առանց հիմքի ես էլ չէի խոսա, քանի որ դուք էլ գիտեք, որտեղ եմ աշխատում ես։ Ես էլ օրենքի անունից եմ խոսում։ Լավ, սենց եք պայմանում, պարոն Սարգսյան, սենց եք պայմանում։ Հենիկը գալու է ձեր մոտ, երբ որ դուք ասեք, մենակ մի պայմանով։ Ծանոթագիր ուղարկում եք հարց չկային գալացողա։ Շո, բարի։ Իրատունը որտեղ։ Ինձ մի ուղարկեք, ես հենիկը չեմ։ Հա։ Այսօր վաղվա համար եք ուղարկելու։ Այ որ ձեռնարձեր եւ պաշա ձեով բան լինի, ստորագրած լինի, սա եմ խնդրում։ Վկա, տուժող, ով այնքը, որպես ինչ, որ մենք իմանանք ինչ ենք անում։ Բարի։ Ուրեմն ամենացավալի բանն է, որ այսօր մենք այս դատավարությունները ամբողջ абսուրդից բացի ականատես ենք ելնում, որ ստորացում մի ամբողջ հետագից թողած հաղթանակած ազգային արժեքներին։ Եթե մեր զինվորներն մարդիկ, ովքեր մարտական հերոսական ճանապարհ են անցել, այսօր ստիպված են ելնելու իրանց տներից փախնեն այս կողմ այն կողմ, կամ ստիպված են ելնելու իրանց մարտական հրամանատարներ հերոսների դեմ սուտ ցուցմունքներ տան, այս է արդեն աշխարհի վերջն է։ Սրանից ավելի իջնել ես աշխարհում չեմ պատկերացնում։ Եթե այսօր ազգի պաշտպանն ինքն պաշտպանության կարիք ունի իր երկրում, իր ստեղծած երկրում, այս է արդեն իսկապես հավերժ է։ Ես որպես նախկին զինվորականի, ես համոզված եմ մենք սրա համար չենք կռվել։ Եթե մեր զոհված ընկերներ հանգած գլուխներ բարձրան, մեզ չեն ներելու, որ մենք սենց երկիր ենք ստեղծել։ Ես ասում ներողություն եմ խնդրում, որ այդ մեր նստած լրիվ տղերքից, որ չենք կարում իրանց օգնենք։ Այն տղեկին, որ ազգին փրկին։ Հələ քիչ իրանց չեն կարում օգնենք, այսօր ազատության մեջ հաշմանդամ ապրող մեր ընկերներին, որոնց ստիպելով, հաշմանդամ դարձնելով, ստիպել են կեղծ ցուցմունքներ տան իրենց մարտական ընկերների հանդեպ։ Մաքրելու ենք, սա չի մնալու այս երկիրը։ Մենք չմաքրենք, մեր երեխեք մեզ չեն ներելու։ Էսի սկսած ամեն առաջի դեմքից միջև վերջացած յուրաքանչյուրիս մեղքի բաժին կա սրա մեջ։ Այս երկիրը սենց չի կարելի թողել։ Ես նույնիսկ իմ ամաչելուց, ապրելուց ամաչում եմ այսօր։ Ուղղվեք, մեջներդ ուղղեք։ Արդարադատությունա պետք է երկրին չի կարելի։ Չի կարելի այսքան ստորանալ, այսպես չի կարելի ապրել։